Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում է երգչուհի Գայա Արզումանյանը։ Բարի երեկո սիրելի Գայա։ Բարի երեկո, շնորհավորում եմ ձեր անցած տոները, լավ տարի, ուրախ տարի, բոլորիս երջանիկ տարի։ Շատ շնորհակալ եմ սիրելի Գայա, ես էլ շատ ուրախ եմ, որ կարծում եմ 2026 թվականի Գայա Արզումանյանի առաջին հարցազրույցը հենց մեր տաղավարում է։ Այո։ Եվ ուրեմն ես պետք է ձեզ հարցնեմ, ինչ տրամադրությամբ մուտք գործեցիք 2026 եւ ինչ անելիքներ ունի Գայա Արզումանյանը 2026-ին։ Մուտք գործեցի Աստծո տանը։ Այո։ Արդեն 3 տարի է ես իմ նոր տարի նշում եմ հենց եկեղեցում։ Դրան եկել եմ շատ ուշ, որովհետև մի տեսակ տենց չի պատկերացնում։ Միշտ մտածում եմ, որ տենց կան ադատներ, ժամ 12-ին տունը, բայց վերջի 12 տարի բեմում ենք նշել 12-ը։ Հիմա որոշել եմ տենց նշեմ արդեն 3-րդ տարին է հենց եկեղեցում Աստծո տանը ու երազանքով ու այն երկրի համար այն աշխարհի համար, որ մենք բոլորս մեր հայերը ապրենք մեր հայրենիքում, մեր տանը ու մեր տանը վառվեն հենց տոնածառի այդ լույսերը, այո։ Երազանք, որը ինձ թվում է շուտով, իմ սրտում դա կա, շուտով կկատարվի։ Կեցեք։ Աստված տա, որի կատարածվեն ձեր երազանքները։ 26 թիվ ես մտածում եմ նորություններ շատ կլինեն, ամենայն դեպս մի քիչ արդեն էլի փոփոխությունների եմ ինձ ենթարկում, մտեգույներով թե ուզում եմ մի հատ էլ նորից սենց հավատամ, որ մեր արվեստը, մեր մշակույթը այսօր բարձր աստիճանի կգնահատվի ոչ միայն մեր երկրում, այլ նաև դրսում, կփորձենք մի քիչ այդ կողմն էլ աշխատել, նորություններով լի տարի եմ սպասում ինքս հենց իմ հետ, իմ բոլոր ընկերների հետ, իմ պրոդյուսերի հետ, իմ Արայ Գաբաջյանի հետ, որը ես մտածում եմ շատ լավ բարձունքների էլի այս տարի մեզ Աստված կտա, թույլ կտա, լավ եւ ձեզ ուրախացնենք եւ մեզ ուրախացնենք այդտենց։ Կեցեք։ Գայա, գիտեք, Գայա Արզումանյան երգչուհու մասին խոսելիս հնարավոր չէ չմտածել Արցախի մասին, որովհետև այնպիսի տպավորություն է, որ երբ որ ասում ես Գայա Արզումանյան, արդեն մտովի մտածում ես Արցախ, եւ երևի մի քիչ ցավոտ հարց պետք է տամ հիմա Գայա ջան ձեզ, բայց մի այսպիսի բան, դուք տարիներ շարունակ երգել եք Արցախի մասին, ասել եք նույնիսկ, որ մանկության տարիներին ձեր առաջին երգը եղել է զինվորական եւ պատերազմի մասին երգ, բայց նաեւ ասում եք, որ այո, դա հաղթանակած Արցախի մասին էր։ Ինչ այսօր զգացողություններ ունի Գայա Արզումանյանը, երբ իր երգացանկում նորից շարունակում են մնալ երգեր Արցախի մասին, պետք է նաեւ հայտնվեն երևի թե երգեր Արցախի մասին, բայց ինչպես ասում են, մեր այդ փոքրիկ սիրտն էլ էլի արժանացավ այն ճակատագրին, ինչը շատ մեր հայրենիքից ժամանակին կորցրած հողեր եւ հետո էլ ասում ենք, դա կորցնում ենք, հետո մեզ մնում են երգերը, հիշողությունները, ավանդույթները։ Այսօր ինչ է փոխվել Գայա Արզումանյանի մեջ եւ ինչպես են տրվում այդ երգերը Արցախին նվիրված։ Եթե սկսեմ 20 թվականից մինչև առ այսօր, մի փոքր կոտրվածք կար, որտեղ կար կորուսներ, 20 թվից սկսած մինչև առ այսօր կորուսներ, մի քիչ կոտրում է մարդուն, բայց մի օր նոյեմբերի 9-ն էր, որ ասեցին արդեն, որ նոյեմբերի 9-ին հանձնվում էր ամեն ինչը ու նվարի 1-ին ասեցին, որ նախագահի հենց Արցախի նախագահի հրամանով լուծարվում է Արցախի հանրապետությունը, որը չեմ կարող ասեմ դա որ մարդու համար կյանքի որի մասն է, որ դու քո հայրենիքիդ լուծարվում է, որտեղ միտեղ որտեղ դու առաջի շունչ տես քաշել, առաջի քայլերը տես արել, առաջի հենց նույնիսկ որպես երգչուհի քո բակում երգել ես, տեղից է սկսում քո կյանքը ու նորից նոր խոսում էինք, ես մի բառ եմ միշտ ասում, մարդ որ ծնվում է ինքը չի ընտրում ոչ հայրենիքը, ոչ իր ծնողներին, Աստված է դա ընտրում։ Ես չգիտեմ, ես միշտ ասում եմ, ես ոչ մեկին չեմ ուզում մեղադրեմ ոչ մի բանում։
նույնիսկ ամենքս մեր մի հատ մեղքը մեծ մեղքը ունենք, բոլորս անխտիր։ Բայց sense մի հատ բան կա, եթե Աստված այդ երկիրը հենց տրվել է մեզ, որտեղ մենք ծնվել ենք, ես sense հույսս ու հավատս այնքան մեծ է, որ գնալու եմ։ Ես գնալու եմ իմ երկիր, իմ երկերը հնչվելու եմ երկրում։ Նույնիսկ այսօր ես երգում եմ ու հպարտորեն եմ երգում այդ երգերը, որովհետև Արցախը ոչ թե միայն դա հանձնեցինք, մոռացանք, ոչ, դա ապրելու է եւս մեր մեջ, մեր թորների մեջ, մեր երեխաների մեջ։ Իշի թվում որ ամբողջ երկրագնդում հայերը ցավ չեն ապրում։ Դրա համար, որովհետև այսօր Արցախը չկա։ Բայց մենք պիտի այնքան հույսով ու հավատքով ու շարունակական ոչ միայն այդ մի հատն էլ ես եմ կարողանում անեմ, դա իմ երգն է, դա ես երգով եմ իմ ցավը արտահայտում, կամ ես երգով եմ ուզում հույսս հավատս պահեմ, որ մի օր վերադառնալու ենք մեր հայրենիք, դրա համար լինելու են երգեր, նույնիսկ ասեմ 26 թվականի շատ հետաքրքիր երգեր է սպասվելու հենց իմ հայրենիքի հետ կապված։ Ես ուզելու եմ, որ միշտ բոլորս հիշենք, որ Արցախը կա, որովհետև ինչքան մենք հիշենք, այնքան Աստված մեզ կների մի օր, ինձ թվում է, ու թույլ կտա վերադառնալ մեր հայրենիք։ Կա դուք ինքներդ այդպես պոզիտիվ մարդ եք եւ այն ինչ որ հայրենիքին է վերաբերվում, դուք անընդհատ խոսում եք դրա մասին եւ երևում է, որ անկեղծ եք ասում, ինչ զգում եք, դա էլ ասում եք, որ հույսը չեք կորցնում։ Ինչն է ձեզ հույս տալիս։ Եվ այս հույսի տարի 2026-ը ինչպես է Գայա Արզումանյանը մտել, ինչ է հույս տալիս նրան։ Հույս է տալիս, որովհետև ծնողներս հետս են ապրում, ինչքան տենց բոլորը արդեն տենց տեղյակ են։ Ես ամեն առավոտ արթնանում եմ հենց Արցախի նկարներով, մեր տան նկարներով, հիշողություններով, որտեղ ամեն առավոտ արթնանում ենք, մտածում ենք, վայ, մեր շենքը քանդել են, թե չէ, կամ մեր տունը քանդել են, թե չէ։ Դա համ ցավոտ է, համ դա ամեն առավոտ դու արթնանում ես այդ ощущениայով, որ մեկա դու պատրաստ չես դա իմանալու, էլի, բայց ուզում ես տեսնես այդ ամեն ինչը, որ չեն կապել ուրախությունը, դուք չեք պատկերացնում, չէ, ուրախությունը, որ մենք իմանում ենք մեր տունը հələ կանգնած է նույն տեղում։ Ես այն հույսով եմ, որ իրականում ծնողներիս նայելով այս տարիքում իրանք այդ հույսը չեն կորցրել։ Մենք իրավունք չունենք մենք նույնիսկ այդ ամեն ինչ տեսնելով մենք մեր հույսերը կորցնենք։ Դրա համար ես մտածում եմ, ինչեւ առ այսօր ես կարամ հնարավորություն տամ իմ ծնողը գնա իր երեխու մոտ ուրիշ երկրում ապրի, բայց իրանք մինչեւ առ այսօր մնացել են այս 3 տարին այստեղ այն հույս ու հավատով, որ հենց բացվի Արցախի դռները, իրանք մտնեն Արցախ։ Ես այդ հավատքով եմ ու ոչ թե տխուր եմ դրա մասին խոսում, որտեվ ես իմ մեջ այդ ուվերենность ունեմ, այո, վստահ եմ, որ մենք գնալու ենք, մենք դա ունենալու ենք, դա մեր երկիրն է, դա մենք ենք այնտեղ մեծացել, մենք ենք այնտեղ, չգիտեմ, երգել, չգիտեմ, առաջի պատերազմից հետո ոնց է ամբողջովին երկիրը վերափոխվել, այդ տարիների ես փոքր եմ եղել, իմ աչքի առաջ է Արցախը ծլել, ծաղկել, հաղթանակած երկիր եղել։ Դրա համար մի քիչ այսօրվա Պակալինյան, որը մեծանում է, իրանց համար մի քիչ դժվար կլինի դա հասկանալ, որովհետև հին Արցախը իրանք չգիտեին։ Մինչև, ասենք, առաջի պատերազմի ժամանակ 80 թվականից սկսած, որ ոնց էր արդեն վերափոխվում հենց ինքը Արցախը։ Իր ամեն շենքերով, իր ամեն մի մայթերով, դուք չեք պատկերացնում ինչ պատմություններ ունեմ ես ամբողջ իմ կյանքում իմ երկրի հետ կապված։ Դրա համար մեկ-մեկ օրինց ասում են, դե ինչա խոսում, Հայաստանում էր ապրում, բայց ամենը պետք չի իմանալ, ես Արցախում 30 տարի ինչ եմ ունեցել, 30 տարի ես Արցախում ապրել, մեծացել եմ, ու ավելին ասեմ, ես 32 տարեկանում եմ տեղափոխվել Հայաստան իրական ապրելու համար։ Գնացել եմ, եկել եմ, բայց դա կապ չունի մեր արվեստի հետ կապված։ Դա արվեստ է, որը ես ներկայացնում եմ բնություն, որ Աստված է ինձ շնորհել, որ ես երգեմ։ Ու եթե մենք դա երգում ենք, դա չի ինչ որ մեկը չի պիտի ինձ ստիպի, ես ինչ երգեմ։ Դա իմ սրտի խորքի երաժշտությունն է, որը ես տալիս եմ։ Ու այդ սրտի խորքս միշտ եղել է մի տեղը, որը դա կոչվում է Արցախ։ Չգիտեմ, Եվս կան երգեր, որոնք ես ուրախացնում եմ մարդկանց, մարդիկ ուրախանում են, նույնիսկ կա սենց բան, որ Արցախի Նախշումբաջին ես եմ, ես ուզում եմ շատ ժամանակ չմոռանանք,
եւ ինձ շատ հաճելի է որ ինձ հիշում են Գայ Արզումանյան ասելով հենց Արցախը դա իմ համար դա բարձանք է դա ես խոնարհվում եմ տենց իմ երկրի հանդեպ որտեվ ես ստացել եմ այդ մեդալը ես տենց կարամ ասեմ էլի հաճելի է Գայ այդ ծնողներից խոսեցիք մի հետաքրքիր բան դուք գրեթե ձեր բոլոր հարցազրույցներում ասում եք նրա մասին որ ծնվել եք ավանդապաշտ ընտանիքում, Արցախյան ավանդապաշտ ընտանիքում, որտեղ 5 զավակ են ունեցել ծնողները։ Միշտ ասում եք, որ երգչուհի հասկացողությունը բացառված էր ընտանիքում եւ հայրիկը ընդհանրապես ծնողները դրա մասին լսել չէին ուզում եւ հնարավոր չէր։ Եվ անընդհատ շեշտում եք, որ ավանդապաշտ ընտանիք, բայց հիմա ես մի հատ ուզում եմ, որ Գայ Արզումանյանը արդեն խոսի այս ընթացքի մասին։ Ի վերջո այսօր այ հայրիկը ձեզ հետ ապրում է ինչպես ընդունեց եւ ընկալեց հայրը եւ ընդհանրապես ծնողները Գայ Արզումանյանի որ Գայ Արզումանյանը երգչուհի է դա մեկ եւ հետո Գայ Արզումանյանը այսօր հայկական էստրադայում այն երգչուհիներից է որը տարբերվում է իր եւ ազատ խոսքով եւ ազատ ոճով եւ ազատ հագուստով եւ անընդհատ ինչ որ իր ուրույն տեղը ունի եւ տարբերվող ու ազատությանը ձգտող հիմա մենք ինչ կարող ենք ասել այս դեպքում ի վերջո ավանդապաշտությունը եւ ազատությունը դրանք զուգահեռ գնացող գծեր են դրանք իրար հակասում են թե ոչ թե Գայ Արզումանյանը կարողացավ հայրիկի մեջ ինչ որ կարծրատիպեր կոտրել եւ հիմա արդեն այս ամեն ինչը հայրիկի համար ընկալելի է Չեմ կարող ասեմ կոտրվեց, չէ, նույնն է, համեցեք մեր տուն, բան չի փոխվել, սաղ նույնն է, մինչև դուրս եմ գալիս տնից, այս ինչ հակապեսխի, սենց գնաց գործի, ինչի համար սենց, մեկ է, մեր մոտ այդ կռիվը հելը գնում է, բայց ես այնքան ուրախ եմ, որ այսօր իմ հայրիկը այնքան իմ հանդեպ վստահություն ունի, որ ոչ մի շոր ասվածը, ոչ մի վիզուալ տեսքը չի կարա փոխարինի այն արդյունքների, եթե նա լսում է իմ երկերը ինքը միակ բանը որտեղ կոտրվեց ինքը այդտեղ կոտրեց որ հասկացավ իսկական բնությունը իր երեխային օշտել այո այդ ձայնով այսօր ոչ մեկս չենք լսում Գայ Արզումանյանը երգել չգիտի կամ երգելը չի կարող այլ ասում են հզոր երգչուհին ինձ համար դա էլ է մեծ պատիվ է որը ես իմ կյանքի ընթացքում ձեռք եմ բերել ես կուզենայի այն ինչը որ իմ հայրիկս չէր ուզում այսօր իր մոտ կա մի պա, որ ինքը ասում էր կարող է եւս երգչուհի չլիներ, ընտանիք կազմեր, այսօր ընտանիքի տեր մարդ լիներ, եւս իր այդ կարծիքին եմ համաձայն, կարող է եւս ես կարիերիստկա եմ, տենց է գնացել իմ կյանքը, բայց այսօր ես ուրախ եմ, որ իրան կարողանում եմ հպարտացնեմ, միտեղ որ ինքը օրինակ իջնում է Բաքվում, ասում են, բայ Գայայի պապան, մեկ-մեկ ասեն Ոստե Գայայի պապան, ասեք Շմավոնի աղջիկը, այ իր համար այդ մի քիչ այդ բարձունքը, որ արդեն իր աղջիկը հասել է, այս թվում ինքը հպարտա, թե մամաս, թե պապաս, մայրս մի քիչ ավելի է զուսկին է, շատ ավանդական ընտանիք է, իրականում շատ ավանդական ընտանիք եք մենք, դա կապ չունի իմ բեմական արտիստ լինելու ոչ մի բանի հետ կապված, որտեղ իմ մտածելակերպը սել այդ։ Ես տենց եմ մեծացել, մենք մեծացրել են հայրենասեր, մեզ մեծացրել են շատ դաստիարակված, մեզ մեծացրել են, որ դիմացին հարգել իմանանք, մի քիչ թասիբով լինենք։ Այ այդ ես դրա համար իրանց շնորհակալ եմ ու նույնիսկ նորից եմ կրկնում, եթե կյանքում կա երկրորդ կյանք, ես կուզենայի նույնիսկ ծնվեմ նույն հայրենիքում ու նույն ծնողներից, որովհետև ունենամ նույն քրերն ու եղբայրը, որտեվ իրականում մենք շատ ուժեղ ընտանիք ենք, շատ։ Չգիտեմ, ես ինքս իմ ընտանիքի մասին տենց կարծիքի եմ, որովհետև իմ ընտանիքի իմ ուժն է։ Այսօր հենց Հայաստանում ապրելու իմ ուժն է ստեղծագործելու հավատացեք։ Եվս իմ 2023 թվականի այդ կոտրվածքներիցս իմ ծնողների շնորհքով որս հետ եմ եկել, հետադարձ եկել եմ, որտեվ եթե իրան կարողացան այն ամեն ինչին իրանք ինչ 23 թվականին տեսան վերապրեն այդ ամեն ինչը ու փորձեն նորից ապրել, շարունակել ապրել, թե իրանց թորների, թե իրանց ընտանիքի երեխաների համար, մենք ով ենք, որ ինչ որ միտեղ թուլանանք։ Մենք իրանց հետ պիտի շարունակենք ուժեղ պայքարով դեպի միջև վերջ, այն հավատքով, որ
այս դրոշը եւս մեկ անգամ պիտի ծածանվի Արցախի հանրապետությունում, հենց որտեղ գրած էր ազատ Արցախը ողջունում է ձեզ։ Գայա 2025 թվականի նոյեմբերին ուսանողների միջազգային տոնին ընթառաջ առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ մի գաղափարով եւ նախաձեռնությամբ հայտարարվեց մրցույթ հայաստանյան ուսանողների միջև եւ ոչ միայն Հայաստանի իրավունք ունեցան նաեւ դրսից մասնակցել ուսանողները, երբ ուսանողը երիտասարդը ինքը պետք է գրեր առաջարկներ, ինչ է ուզում, ինչպիսին է տեսնում երկրի ապագան, ինչ անել, որ երիտասարդը վերադառնա Հայաստան եւ ոչ թե լքի, ինչ անել, որ երիտասարդը ցանկություն ունենա աշխատել Հայաստանում, ինչ անել, որ ավելի շատ սպորտով զբաղվի եւ յետ մնա արատավոր արարքներից եւ թմրամոլությունից։ Նաեւ որպիսի երիտասարդները ոգեշնչվեն, անընդհատ խոսվում էր նրա մասին, որ լինելու է շատ ազնիվ եւ արդար հանձնախումբ եւ հարգելի ուսանողություն, վստահ եղեք, որ ոչ մի ծանոթ բարեկամ չի լինելու եւ ձեր աշխատանքները ընթերցվելու են ամեն մարդ իր գծով, իր մասնագիտությանը մոտ եւ այլն։ Գայա Արզումանյան անուն ազգանունը մենք նաեւ լսեցինք հանձնախմբի անդամ, որպես դուք ներկա եք նաեւ մրցանակաբաշխությանը։ Գայա ջան, երիտասարդները բոլորիս ուժն են, շարժիչ ուժն են ամեն երկրի, առավել եւս այսօր Հայաստանի։ Իհարկե։ Ինչ փոխվեց ձեր կյանքում այդ հանձնախմբի անդամ լինելուց հետո, դուք այսօր ինչ գնահատական տվեցիք մեր երիտասարդների աշխատանքներին, ինչ հետաքրքիր աշխատանքներ այնտեղ կարդացիք եւ ի վերջո ձեր մեջ, այ ասում եք, հույսը, հավատը, հայրենասիրությունը, երիտասարդների գաղափարները այդ հույսը ձեր մեջ ավելացրեցին։ Ավելի շատ հավատացեք, ինձ հետաքրքրեց, որ ասեցին հենց երիտասարդությունը, որոնք այդ թեմատիկաների մոտ, որ երիտասարդությունը ինչ կարա անի, որ չլքեն հայրենիքը ու ուրիշ երկրներում ապրեն, այլ ուզենան իրենց հայրենիքում ստեղծագործեն, ստեղծեն ամեն ինչը, դա կապված է ոչ միայն մշակույթի, այլ ամբողջ ամեն ինչի ոլորտերի հետ կապված։ Շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին, սենց շատ ուժեղ ինքը պրոգրամա է իմ համար, այս ծրագիրը, որովհետև ոչ միայն կային, տենց ասենք, 100 հոգի, այլ կար 500 հոգուց ավել մարդ ու դա շատ հաճելի էր, նույնիսկ ասեմ կնշեմ, որ կային արցախցիներ, երեխաներ շատ մասնակցությամբ, նույնիսկ իրանց հայրենիքի մասի պատմություններ, որ կարդում եք, մի քիչ ավելի հուզվում եք, բայց մի հատ աղջկա սենց մեջս մնացել է Կարիներ անուն, ինչքան հիշում եմ, ազգանուն չեմ հիշում։ Պատմում է, որ իր քրոջ մասին է պատմում, որ քուրը ավարտում է մանկավարժականը ու ինքը ուզում է, որ հենց լինի մանկական, տենց ուսուցչուհի։ Մոտնում է դպրոցում, որ տարրական դասարանների համար ընդունվի աշխատելու, հենց տնօրենը գումարի թեմա է տենց գնում, որ այդ գումարի թեմայով պիտի գումար տաս, որ աշխատես, սենց, այս աղջիկը հիասթափվում է, երկար էր շատ գրած տենց պատմություն, ես փոքր տենց պատմում, ինչ-որ տենց խնդիր կա դպրոցի տնօրենի հետ, մյուս արդեն դպրոցում եւս մեկ անգամ ծանոթ բարեկամ, գիտեք ոնց է Հայաստանում, դա շատ է, տենց պրոպագանդված, այդ աղջիկը ասեց, քուրս հիասթափվեց ու գնաց Չինաստան։ Գնաց Չինաստան լեզուն սովորեց ու այդ Չինաստանում ինքը սկսեց այնտեղ դասավանդել դպրոցում հենց չինական լեզուն։ Ինչ հաճելի էր ինձ, որ մարդը չկոտրվեց, փորձեց ուրիշ երկրում իրան ցույց տա, որ ինքը իր երազանքին հասնի, բայց գնաց այնտեղ աշխատեց, նույն լեզուները սովորեց ու այդ աղջիկը վերադարձավ ստեղ ընդունվեց, արդեն իրան ուրիշ ձև են, չէ՞, ընդունում, որ դու արդեն դրսից ես գալիս, այո։ Գալիս ես, ինքը աշխատում է, ինձ հաճելի է, որ ինքը չկոտրվեց, ինքը գնաց ու հետ եկավ։ Էդ էլ է արդեն ողջունելի, որ ինքդ քեզ ինչ որ մի տեղ փակում են, դու մեկը ասենց ուզում ես այդ արանքները, ես ինձ վրա եմ ասում, ես էլ եմ տենց եղել փոքրուց, ինձ ասեցին չի կարելի, բայց ես ուզեցի, այո։ Դրա համար ես
ուրախ եմ, որ տենց երիտասարդություն ունենք, որովհետև ուզում են հենց իրանց հայրենիքում զարգանա ամեն ինչը։ Ու ես իմ խոսքս բոլոր երիտասարդությանն մղում եմ, սենց ուղղակի Ժորժ ջան, իրականում պայքար եք։ Պայքարը ուժ է, պայքարը հավատ է, պայքարը դա մի հատ սենց ձեր կյանքի ամենամեծ չգիտեմ, թասիբությունն է, որ ինքներդ եք ստեղծում, ինքներդ եք անում, այլ ոչ մեկը ձեր համար չի անում։ Այ ամենամեծ հաղթանակը ինձ թվում է ամեն մարդու իր կյանքի էդ է լինում։ Ու այնքան հաճելի էր, չեք պատկերացնում, այդքան պատվոգրեր, այդքան հաղթանակած երեխաների տեսնել այդ օրը, ես չգիտեմ, ես հպարտացել էի։ Եթե հիշում եք, մեկ դուրս եկա, ասենց երեխեքը ասենց ամաչելով են բարձում, ասում եմ Ժորժ ջան, որ մեծ մրցանակ են տալիս, մենք երջանկությունից ասենց ինչ ամոնում, ասում եմ ծափարեք, մի հատ ուրախացեք, իրականում այդ աուրան եմ ուզում Հայաստանում տիրի, որ մենք ուրախանանք ամեն մի հայի մրցանակի համար, ամեն մի հատ դրոշ բարձրանալու ուրիշ երկրներում այ դրա բոլորի համար։ Եվ կային երիտասարդներ, ովքեր փաթաթվում էին ձեզ, ողջավորվում էին, այսինքն սիրելի երգչուհի եք եւ նաեւ նրանց համար էր միգուցե հաճելի, որ այդ ամեն ինչի մեջ ընդգրկված էիք։ Գայա մի առիթով ասել եք Հայաստանում կանայք ավելի ուժեղ են այս պահին։ Ինչի եկաք այդ եզրահանգմանը, որտեղ է դա արտահայտվում եւ դա լավ է թե վատ ըստ Գայա Արզումանյանի։ Միտեղ վատ է։ Միտեղ վատ է, որտեղ մենք կորցնում ենք մեր կանայությունը։ Կանացիությունը։ Հա։ Սենց վերջերս որ մեր տանը մեր լեզվով ենք խոսում, հայերենս մի քիչ սենց կաղ է։ Բարբարով էլի։ Բարբարով։ Էլի հայերեն եք խոսում, ուղղակի արցախյան բարբարով։ Այո։ Ես միշտ ասում եմ մեր մայրենի լեզուն, ես իրան։ Բարբարը, այո։ Մի քիչ տենց չէի ուզենա, որ մենք այսքան ուժեղ լինենք, որ թույլ տանք մեր կողքի տղամարդկանց, մեր այն սերնդին, որը մեծանում է այջայելությանը, ավելի ուժեղ լինելու։ Որտեվ այսօր մի տեսակ կանայք ավելի մի քայլ առաջ են ամեն ինչում, քան այսօր ասենք տղամարդիկ, որտեվ կանայք ինչ որ sense պայքարելով ավելի շուտ են հասնում ամեն ինչին։ Դա հենց ին վրա եմ ասում, որտեվ ինչ որ sense մի տենդենս է մտել, որ կանայք բոլորը զբաղվում են ամեն ինչով հիմա։ Ամեն ինչը սկսվել է թե բիզնեսի առումով, թե մշակույթի, թե ամեն ոլորտում։ Այսօր կանայք ինչ որ sense մի տեղ են։ Եկեք ճիշտը խոսանք, մեր ժամանակ, մեր տարիների ժամանակ մեր մամաները, պապաները չէին թողում մեր մամաները աշխատեն։ Իրանք տանն էին, իրանք տան տնտեսուհի էին, իրանք երեխաների պիտի մեծացնեին։ Տենց էր ամեն ինչը։ Հիմա ավելի շատ, եթե դուք նկատել եք, կանայք բոլորը աշխատում են։ Եվ հաճելի է մի տեղից։ Լավ է, հա, մի տեղից էլ, չգիտեմ, մի քիչ այդ կանայությունը կորցրել է, ինչ որ։ Ես իմ վրա եմ զգում դա, որովհետև ինչ որ փորձում ես ինքդ դու ամեն ինչը անես, նույնիսկ կողքից չես նայում, նույնիսկ որ կան մարդիկ կողքտեն թողես թույլ տաս իրանք անեն, էլի։ Հացա իմ կողքը շատ ուժեղ մարդ կա, որի համար ես շատ շնորհակալ եմ Աստծուն 2015 թվականից մինչև այսօր։ Ես համարում եմ այդ մարդու հետ կապված իմ ու իր քայլերը մինչև այսօր Գայա Արզումանյան անունը ձեռ բերած իր ամենամեծ լուման ինքը ունի իմ կյանքի հետ կապված։ Այո, իմ խավորը։ Դուք բոլոր հարցազրույցներում դրա մասին խոսում եք։ Գայա, բայց ես այսպիսի հարց եմ ձեզ ուզում ուղղել։ Տեսեք, կանանց մեջ նույնիսկ աղջիկների դպրոցական տարիներին լինում են աղջիկներ, որ ասում են տղաների հետ ընկերություն անելը շատ ավելի լավ է, շատ ավելի հետաքրքիր է եւ հեշտ է, բայց միևնույն է, շատ եզակիների մոտ է ստացվում ընկերություն տղա եւ աղջիկ, որովհետեւ նորից մտածում են, որ շրջապատ, կարծրատիպեր, ինչ պետք է ասենք, չեն հավատալու, որ դա զուտ ընկերություն է, հա, ռուսներն էլ են ասում дружбы между женщиной и мужчиной существовать не может, если женщина немного красивая. Сейчас вы у нас и красивая, բայց համ էլ այդ ընկերությունը ստացվել է եւ ինչքան հետաքրքիր է, որ դուք շատ գեղեցիկ միշտ խոսում եք այդ ընկերության մասին եւ ասում եք, որ այդ ընկերը իսկապես ձեզ թև է, թիկունք է, ուժ է եւ նաեւ շարժիչ ուժ է առաջ գնալու։ Ինչպիսին պիտի լինեն հարաբերությունները, որ ստացվի կին եւ տղամարդ ընկերությունը։
Դե ոնց ես բացատրում, ես փոքրուց եմ սիրել տղամարդկանց հետ շփվել։ Իմ համար մի քիչ ինչներ, որովհետև հենց նկողներից մենք նկողներում ենք ապրել այդ տարիների ընթացքում պատերազմի ժամանակ երեխաներ ենք եղել, մենք այդ հնարավորությունը արդեն չունեինք, որ աղջիկների հետ մենակ ընկերություն անեինք, մենք ստիպված ենք եղել բոլորս իրար հետ ընկերություն անենք։ Դրա համար որտեղ դու արդեն մի քիչ այդ պայքարն էլ մեջդ կա, այլ դու մտածում ես, վայ, կարողա վաղը դու մեռնես իրական դու չգիտես այդ րոպեին դու ինչ սպասես քո կյանքի հետ կապված, դրա համար ավելի շատ ձգտում էր ուժեղ մարդկանց մոտ լիներ։ Այդ ժամանակ ուժեղ մարդիկ քեզ թվում է որ տղամարդիկ են, ում կողքը դու կարայիր կանգնեիր։ Առհասարակ փոքրուց լավ ընկերներ ունեմ մինչև առ այսօր, մենք նույնիսկ 2 օր առաջ բոլորս իրար հետ հավաքված, ես ունեմ 25 տարվա ընկերներ, որոնց այդ 25 տարի տղամարդ ընկերներ, որոնց կանայք իմ հետ բոլորն էլ ընկերներ են, բոլորս լավ ընկերություն ենք անում ու ես չեմ հավատում այդ բառին, որ չկա աղջիկ տղա ընկերությունը, դա կա, ես շատ ունեմ։ Իսկ Գաբաջանի հետ ընկերությունս ինքը վերածվել է ավելի շատ հարազատության։ Ես իրան ընկեր հասկացողություն հիմա չեմ կարող ասեմ, այո, որտեղ ինքը իմ հարազատ քավորն առաջինը, դա իմ համար թանկ բան է, ինքը ինձ հարազատ է։ Ես չեմ պատկերացնում իմ կյանքս, նույնիսկ եթե վաղը չեմ մյուս օր, ես էլ չերկեմ, չաշխատենք, ինչ որ sense բան, դա կապ չունի։ Դա իմ ընտանիքն է, դա իմ հարազատությունն է։ Ես ամեն րոպե ինքը իմ կյանքում պիտի լինի, մինչև իմ կյանքի վերջ։ Դրա համար ընկերությունը սկսվում է դեղից, որովհետև կա վստահություն։ Ընկերությունը սկսվում է դեղից, որ կա հարգանք դեմ դիմացի մարդկանց։ Դու թողում ես մարդուն հավատաս իրան ու առաջնորդվես իր հետ։ Իսկ եթե դու դա առաջնորդվելով հավատքով գնում ես ու հասնում ես քո ուզած տեղերին, արդեն դու հասկանում ես իրականում կողքիդ մարդը ինչքան քո համար ոնց ասեմ ձեզ, այդ հայլի sense մեջքիդ հետ մի սար կա։ Այ ես իրան տենց սարի, հաճա ինքը իր փոքր ամեն տենց ամեն ինչով, բայց ինքը իմ հատ մեծ սարա իմ կյանքում, ես Աստծուն շնորհակալ եմ իր համար, ինքը իմ համար Աստծուն նվեր է, ես մեկ-մեկ դա բոլորին ասում եմ, շատ մարդիկ ասում են, տենց ոնց է, տենց լինում է, իհարկե լինում է, դա Աստծուն նվեր է, որտեղ դու քո ամենա sense պայքարի ժամանակ մարդ հայտնվում է մեկը, որ քեզ Աստված է ուղարկում, որ sense ձեռդ բռնի ու քեզ sense քելով հանի ու ես դրա համար շնորհակալ եմ իրան, իր ընտանիքը ոսկի ընտանիք ունի, չեք պատկերացնում։ Դրա համար հարազատ ընկերությունը, որ դառնում է հարազատություն, դա դառնում է, որ տղա աղջիկ ընկերությունը կարա բերի այդ ամեն ինչին, որ չլինեն խոսակցություններ, վայ, պրոդյուսերն է իր հետ է, վայ, էսպես է իր հետ է, չեմ սիրում այդ արտահայտությունները, որոնք շատ եմ լսում ու շատ եմ լսել, դրա համար ամեն ինտերվյուների մեջ որ կրկնում եմ, մեկ-մեկ ասում եմ, այդ տողը մի քանի անգամ դրեք, որ այդ մարդը իմ քավորն է, Ժորժ ջան, իրականում, այս մի քիչ այդ բանը, այդ որ ասում եմ, ադատավոր ընտանիք է, մի քիչ իմացեք, որ այդ պլանկա կա մի հատ, այդ պլանկա մենք ոչ մեկը մեր կյանքում իրավունք չունենք անցնենք։ Դրա համար սիրում եմ իրան, գժում եմ իր համար, դետկաս ես քեզ շատ սիրում եմ։ Գայա, դուք կարծրատիպեր ունեք, вообще по жизни sense արդեն անընդհատ կարծրատիպ կոտրող եք եղել, բայց մնացել է ինչ որ մի բան։ Ու ինչա ձեր համար կարծրատիպը։ Դա իմը չի, որովհետև եթե ես առաջնորդվեմ ձեր կարծիքներով, ես չեմ ունենա հենց իմ կարծիքը։ Ես կապրեմ ձեր կարծիքներով։ Կան չի ասում, օրենք խախտում ենք, օրենքը, մենք բոլորս օրենքներով չենք ապրում։ Այսինքն դուք կարծում եք, որ հասարակությունն է կարծրատիպեր ձևավորում, մարդը ինքը իր մեջ չունի։ Այո, այսօր ինչ որ մենք ուզում ենք sense հակնվենք փակ, որ մեզ ասեն, վայ, ինչ տնային աղջիկ կա, բայց օրինակ մի քիչ բաց ենք լինում, արդեն դուք հասկանում եք ինչ էր կատարվում հիմա սոցցանցերում, որ իմ համար մեկ միշտ ասում եմ, ես մի հատ լավ բան եմ ասել, մինչև առ այսօր ասում եմ, Արտուր Գրիգորիչներ է ասում очень лусавори. Ասեց, бойся от того, что о тебе не говорят. Когда о тебе говорят, ты чего-то стоишь. Այդ առումով միշտ ես առնչվել եմ։ Եթե քո մասին խոսում են, թե վատ, թե լավ, թե ամեն ինչ, դու ինչ որ բանի արժանացել ես։ Ու ես այսօր այդ արժեքը, որ ձեռք եմ բերել, որ իմ մասին միշտ խոսան, միշտ վատը
տեսնեն, դա էլ է մի լավ բան, որովհետև մի բան տեսնում են իմ մեջ, որ ուզում են իրան կանեն, միշտ դա եմ ասում։ Ես մտածում եմ լուբոյքին կուզենա հագնվի տենց, ոնց ես եմ հագնվում, բայց իր մոտ կա մի հատ վախ, ոնց կընդունեն իր հասարակությունը։ Իսկ ես հասարակությանը չեմ նայում, որովհետև դա ես եմ սիրում։ Դուք չպիտի սիրեք ինձ այդպես։ Ես ինքս ինձ պիտի սիրեմ։ Դուք ձեզ այդ տեսակի մեջ։ Այո, որ ես ձեզ կարողանամ ինձ սիրել տամ։ Ամենայն դեպս ինձ ունեմ այն իմ սիրելու մեծ հանդիսատեսը, բանակը, որ իրանք ոչ թե չեմ ուզում իրանք հագնվեն տենց ոնց ես։ Դա բեմ է, որ ես միշտ ասում եմ, բեմն ու իմ կյանքը շատ ուրիշ բաներ են։ Ուղղակի դուք մենակ ինձ բեմում եք տեսնում, Ժորժ ջան։ Դուք ինձ առօրյայում ոչ մեկը ոչ միտեղ չեք կարա տեսնենք, որտեղ առասարակ ես առօրյա չունեմ տենց ապրելու, որ ասենք, ինչ որտեղ գնալու, ինչ որ միտեղ լինելու։ Ամեն դեպքում բոլորդ ինձ տեսնում եք միշտ աշխատանքային վայրերում։ Դրա համար ես նախընտրում եմ ինձ ոնց կամ ես տենց լինեմ։ Բայց ես երկչուհի եմ, եթե ես ինչ որտեղ դուրս եմ գալի, պիտի երևամ։ Պիտի մարդկանց համար դու միշտ լինես այն, որ իրանք քեզ միշտ տեսնում են այդ էկրանին։ Էկրանից դուրս դու քո ընտանիքի համար եղի այն, ինչը դու ուզում ես լինես։ Այն հասարակ մարդը են, տունը հավաքողը են, հաց սարքողը, բայց էկրանից դուրս էլ նույնիսկ եթե դու դուրս ես գալի քո հանդիսատեսից մեկը կարա լինի այնտեղ, որ ինքը չի հաստատվի քեզ տեսնելուց, որտեղ ինքը քեզ տենց է տեսել։ Առասարակ ես տենց արտիստների սիրահար եմ։ Ես ոչ մեկին չեմ եղադրում, դա իրանց ընտրությունն է, իրանք կարան տենց ոնց իրանք ուզում են, բայց իմ կարծիքը իմ համար ավելի մեծ տենց տեղ ունի ու Գաբաջյանինը։ Ես մեկ-մեկ նորից խոսացինք դրա մասին, կան շորեր, որ մենք իրար հետ միշտ դուգա ենք տալի շորերի համար, սենց, բայց միշտ ինքը ճիշտ է դուրս գալի։ Ու ես իմ կյանքի այս 15 տարվա մեջ հասկացել եմ, որ ինքը ճիշտ է։ Մի ասա, կարող է միտեղ ինչ որ մի բանից դուրս չգա, իհնակ եմ ասում, կամ ես ավելի բաց ուզենամ, ինքը ասի, ոչ, դիա դու չես կարող այդպես բացակցես։ Բայց եթե հնարավորությունը տալիս է երգչուհուն, որը էլի շնորհակալ եմ ասում, ես հնարավորություն տվել է, որ այսպես կազմվածք ունենար ու դու կարողանաս դա ցույց տալ, ես համարում եմ ինչու եւ չէ։ Ինչու եւ չէ, եթե դու արտիստ ես։ Ու գումարած մի հատ էլ եմ միշտ ասում, եթե մենք հնարավորության չափ տալիս ենք 800 եվրո ու հասնում ենք Բիյոնսեի համերգ նայելու ու նայելու այն ինչը հագնում է այդ արտիստը բեմին, մենք պիտի այդքան հնարավորություն ունենանք մեր երգիչներին, նույնիսկ տեսահոլովակներում համերգներին տեսնել, չեմ ասում այդ կարգի բացվածության մեջ, այլ նորմալ երգչուհու օբրազի մեջ, որը երգչուն իրավունք ունի կերպար լինել, որտեղ դուք այդ կերպարի համար եք սիրում, ոչ միայն ձայնի համար, այլ կերպարանքի համար։ Դա կապ չունի ես, որ երգում եմ հենց Արցախի մասի երգեր։ Ես ունեմ եւս երգեր, որոնք ուրախացնում են ձեզ։ Դուք ապարում եք այդ երգերի տակ։ Դրա համար պետք չի ինչ որ sense այդ կարծիքը ստեղծել, որ ոնց կարա այայի երգիր երգող Արցախ երգչուհին շորցիկով երգի։ Ինչու եւ չէ։ Ինչ ա եղել տեղ։ Նույն ձայնը չի հնչվում։ Նույն սիրուն ոտերով երգչուհին չի, որի ասենք Նախշումբաջի տակ դուք ապարում եք։ Կապ չունի։ Նրա համար ես համարում եմ, չգիտեմ, ազատ եմ խոսում, որովհետեւ ես տենց մարդ եմ։ Ինչքան կյանքումս ազատ եմ եղել, այդքան սիրվել եմ։ Ես չեմ ուզում ինչ որ մեկին ցույց տամ, որ ես այդ չեմ, եկեք ես sense փակ հակնվեմ, գնամ նստեմ, ձևական, կասեք, հո այս աղջիկը այդ մի լուրջ բան չի եղել, չեմ ուզում։ Այ ոնց կամ տենց պիտի ինձ ընդունեն բոլորը։ Ես չեմ ասում սիրեք ինձ։ Ինձ սիրողները կսիրեն, ինձ չսիրողները թող էլի չսիրեն, ես իրենց էլի շատ սիրում եմ, որտեղ իմ ազգի մարդիկ եք։ Իսկ մի փոքր էլ sense կասեմ, որ եկեք բոլորս իրար սիրենք, որովհետև մենք շատ փոքր ազգ ենք, ու ամեն մարդ իրավունք չունի ինչ որ մեկին քննադատի իր պահվածքի կամ ձևի համար։ Մենք իրավունք ունենք մեկս մեկին պատժ կանենք, որ այս կյանքում իրականում հայը ամենտեղ հաղթի։ Գայա Արզումանյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր հայրենիքում պայքարել հայրենիք վերադառնալու համար։ Հայրենիքը ձեզ համար հայրենիքը էսա, որ գմփում է իմ այնտեղ, որ այս դրոշս տեղը այհան էնա, հայրենիքը դա է։ Հայրենիքը դա ոչ միայն հողն է, հայրենիքը որ ծնվում է, ստեղ է ծնվում, ու դու տեղով ես դու հայրենիք։ Որտեղ
չգիտեմ, կարող է ես տենց շոտ եմ սիրում տենց իմս ասել, բայց իրականում ստեղից է։ Եթե ստեղից չլներ, հաստատ այսօր մի ուրիշ երկրում ապրելուց կլինեմ։ Ծնվել եմ Արցախում, մինչև առայսօր ապրում եմ Արցախում, մինչև առայսօր այս սիրտը բխում է Արցախի համար։ Գա ջան, եւ ըստ մեր հաղորդման ձևաչափի հիմա ավարտին դուք կարող եք ինձ մի հարց ուղղել, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց նաեւ ունենք այդ ձևաչափը։ Ես այս ամեն ինչից այս տխուր թեմանից մենակ ասեմ, ոնց եք սենց սիրուն կարողանում մնալ։ Ձեր բանաձևը։ Վայ, Գա ջան, շատ շնորհակալ եմ նախ այդ ձեր գեղեցիկ խոսքի համար եւ արված հաճախոսության, դա էլ ասում են կանայք դժվար են տենց բաներ ասում։ Չէ, շատ սիրուն եք, հաճելի է շատ։ Շնորհակալ եմ շատ։ Ես չունեմ դրան ոչ մի հատուկ բանաձև, ինչ ասեմ, առաջինը շնորհակալ եմ Աստծուն եւ ծնողներիս։ Այո։ Մնացածներ երևի մարդու ներքին աշխարհը պիտի մարդ կարողանա խաղաղ եւ գեղեցիկ պահպանել, որպիսի կարողանա դա էլ արտահայտել, հետո արտահայտվի իր արտաքինի վրա։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Վերջում մի փոքր ձեզ համար։ Այ երկիր Արցախ, ապան քեզ լինի մատաղ, դու աղոթք ես ինձ համար, դու հավերժ իմ գանձուսար, քո սպիտակ վանքի զանգով, հաշտ ապրենք ամբողջ ազգով, մենք ծնվել ենք Արցախում։ Այս նոտաներով վերադառնանք մեր հայրենիք։ Շնորհակալ եմ շատ։ Գայա, շատ շնորհակալ եմ ձեզ այս հարցազրույցի համար։ Ես գիտեք ինչ, դուք նոր խոսում եք այսպես, ես այդպես էլ կարծում եմ, որ երևի թե ձեր առավելությունը եւ տարբերվելու ձևը մյուս երկչույների դա ձեր անկեղծությունն է եւ նույնիսկ որ արտաքին տեսքից խոսում եք նույնիսկ արտաքինի վերաբերյալ դուք երբեք չեք զլանում ասեք որ օրինակ գեր եմ եղել հետո երազել եմ նիհարել հետո շատ պայքարել եմ դրա համար հետո նիհարել եմ եւ հասկացել եմ որ սիրում եմ իմ մարմինը եւ կարող եմ այսպես հագնվել կարող եմ այսպես խոսել ամեն դեպքում ամեն երևույթի կյանքում կան բացասական եւ դրական վերաբերմունք բայց անկեղծությունը ի վերջո մարդկանց կողմից ընկալվում է մարդ արարածը անկեղծություն սիրում է մարդը սիրում է երբ իրեն չեն խաբում հիմա այդ խոսքը եթե խաբկանք չի կարա մարդ դրա հետ համաձայն լինի չլինի բայց երբ որ մարդը գիտակցում է որ իրեն չեն խաբում Ինձ թվում է դա յուրաքանչյուր մարդու էլ դուր է գալիս։ Ես ձեզ մաղթում եմ, որ ոչ միայն կյանքում, արտաքին ոճում, խոսքում, այլ նաև երգում դուք միշտ լինեք անկեղծ։ Թող բոլոր այն կոմպոզիտորները, այն երգահանները, ովքեր երգեր կստեղծեն ձեզ համար, ես մաղթում եմ, որ դրանք ձեր հոգու անկեղծ երգերը լինեն, որովհետև լավ չէ, երբ որ մարդ ինչ-որ բան ստիպված է երգում, կամ ինչ-որ մի բան ստիպված անում է բեմում։ Ուզում եմ, որ ձեր ստեղծագործական ուղին էլ միշտ լինի անկեղծության ուղի, որ ձեզ առաջարկեն երգել այնպիսի երգեր, որոնք գալիս են ձեր սրտից։ Եվ մենք էլ առիթ ունենանք ունկնդրելու այդ երգերը եւ ձեզ հետ նորից հնարավորություն ունենանք հանդիպելու եւ նոր երգեր լսելու։ Շնորհակալ եմ շատ։ Շատ շնորհակալ։ Ես ձեզ ցանկանում եմ ղաշյանք եթերներ, ղաշյանք ու հզոր հայրենիքում։ Գայանե Արզումանյան, շատ շնորհակալ։ Այո։ Ղաշյանգը դա սիրուն է։ Սիրուն, հա, սիրուն։ Այո։ Այսպիսին էր Գայա Արզումանյանը առանց կարծրատիպերի։ Գայան կարծում է, որ կարծրատիպեր ձևավորում է հասարակությունը, իսկ համարձակ մարդիկ կոտրում են այդ կարծրատիպերը։ Այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։